Մի ուշ գիշեր Սառային արթնացրեց մի տարօրինակ մեղմ լույս: Նա նայեց պատուհանից դուրս և տեսավ մի ոսկեգույն շողշողուն լույս: Նա լուռ դուրս եկավ և խոտերի վրա գտավ աստղի մի փոքրիկ կտոր: Այն դողում էր և լաց էր լինում: Ինչու ես լաց լինում: հարցրեց Սառան: Ես կոտրված եմ, ասաց կտորը: Եթե չգտնեմ մնացած կտորները, շուտով կանհետանամ: Սառան ամուր գրկեց նրան: Ես կօգնեմ քեզ, խոստանում եմ: Հանկարծ չարաճճի ճնճղուկը դուրս ցատկեց թփերի միջից և ասաց. Ես նույնպես ձեզ հետ եմ: Հենց որ նրանք մտան անտառ, մի կանաչ լույս տեսան: Դա Նուրիկ լուսատուտիկն էր: Նա ավելի իմաստուն և հանգիստ էր, քան ճնճղուկը: Ես տեսա, թե ինչպես ընկար երկնքից, ասաց նա աստղի կտորին: Ես կօգնեմ քեզ գտնել քո ճանապարհը: Երեք ընկերները խորացան գիշերային անտառի մեջ: Շուտով նրանք գտան առաջին բեկորը, կապտավուն, սառը, խրված առվի քարերի մեջ: Բայց որքան առաջ էին նրանք քայլում, այնքան ավելի էին շատանում նրանց փոքրիկ վեճերը: Սառան շատ դանդաղ է գնում, դժգոհեց ճնճղուկը: Իսկ դու շատ արագ ես քայլում, հանգիստ պատասխանեց Նուրիկը: Լույսը աղմուկ չի սիրում: Սառան հոգնեց նրանց վեճերից: Նրա ձեռքերում գտնվող բեկորն ավելի ու ավելի թույլ էր փայլում: Շուտով նրանք տեսան երկրորդ բեկորը, հին կաղնու բարձր ճյուղի վրա: Ես կբերեմ այն, գոռաց ճնճղուկը բոլորից ավելի բարձր թռչելով: Նուրիկը փորձեց կանգնեցնել նրան: Սպասիր, ջուրը վտանգավոր տեսք ունի: Բայց ճնճղուկը անտեսեց խորհուրդը: Ճյուղը կոտրվեց, ճնճղուկը գրեթե ընկավ: Սառան շտապեց ծառի մոտ և կարողացավ բռնել այն: Բայց ճնճղուկը կարմրեց ցավից: Ոչ ոք չի հավատում, որ ես ինքս կարող եմ դա անել, ես պարզապես խանգարում եմ: Նա թևերը թափահարեց և թռավ խավարի մեջ: Ճնճղուկ, վերադարձիր, գոռաց Սառան, բայց անտառը միայն արձագանքեց: Նուրիկը զգուշորեն լուսավորեց ճանապարհը: Երբեմն պետք է կորցնել մեկին, որպեսզի հասկանաս, թե որքան կարևոր ենք միմյանց համար, ասաց նա: Սառան ինքն էր բարձրացել ծառը և վերցրել երկրորդ բեկորը, բայց ուրախությունը կարճատև էր: Հեռվից լսվեց թույլ վախեցած ճռոց: Սառա, օգնիր: Դա ճնճղուկն էր: Նա և Նուրիկը գտան ճնճղուկին: Այն խրված էր սոճու արմատների արանքում: Սառան շտապեց այն դուրս քաշել և Նուրիկը լուսավորեց շուրջը ամեն ինչ մեղմ կանաչ լույսով: Կներես, շշնջաց ճնճղուկը դողալով: ես ուզում էի օգտակար լինել, բայց ես պարզապես ամեն ինչ փչացրի: Ոչ, Շպտաց Սառան: դու կարևոր ես մեզ համար, պարզապես եղիր այնպիսին ինչպիսին կաս, մենք կարող ենք միասին հաղթահարել սա: Վերջին բեկորը ընկած էր մոտակայքում: Թփերի մեջ ընկերները հավաքեցին բոլոր գտած կտորները: Նրանք կատարյալ չէին համընկնում, բայց երբ Սառան դրանք միացրեց, աստղը սկսեց քրքին փայլել: Ոչ կատարյալ հավասար, բայց զարմանալիորեն տաք և կենդանի: Շնորհակալություն, շշնջաց նա: Նույնիսկ անավարտ վիճակում ես կարող եմ փայլել, քանի դեռ ինչ-որ մեկը հավատում է ինձ: Աստղը դանդաղ բարձրացավ երկինք, Սառայի ափերում թողնելով մի փոքրիկ կայծ, որպես նվեր և հիշեցում: Կատարելություն չի նշանակում ամբողջական լինել: Փայլում է ոչ թե կատարյալ մարդը, այլ նա, ով երբեք չի դադարում հավատալ ինքն իրեն: